Ընկերներ ողջույն, շարունակում ենք լուփերին վերաբերյալ խնդիրների դիտարկումը, այսօրվա խնդիրը հետևյալն է, 13 համարն ենք լուծում խնդիրներով, արտածել 0-ից 500 փակ միջակայքի բոլոր սիմետրիկ թվեր անջատված բացատով։ Մենք լուծել ենք խնդիր, որը կստուգեր թիվը սիմետրիկ է թե ոչ։ Այստեղ օգտագործելու ենք հենց այդ նույն խնդիրը։ Եկեք բարձրանք փոքր վեր, ես այստեղ բոլոր կոդերը պահպանում։ Ահա սա այս խնդրի մասին է։ Ես այս խնդիրը կպաճենեմ։ Եկեք այստեղ, ուրեմն իրան բերեմ այստեղ վերագրեմ։ Շատ լավ։ Հիմա ինչ էր անում այս ծրագիրը, մի հատ վերհիշենք, սա ստուգում էր number-ը սիմետրիկ է թե ոչ, ընդ որում այդ number-ը ոչ մի ծրագրի աշխատանքի ընթացքում։ Այս պահին արդեն այս խնդիրը պետքա ձևափոխենք այնպես, որ ինքը 0-ից 500 միջակայքի բոլոր թվերը հերթով ստուգի։ Այդ 0-ից 500 միջակայքի թվերն էլ որ ասում ենք, դա պետքա անընդհատ ինչ որ փոփոխական լինի, որը կաճի գնալով հասնի մինչև 500։ 0 կլինի, հետո 1, հետո 2, հետո 3 եւ այդպես շարունակ մինչև 500։ Ու այդ ամեն մեկի համար կկատարի այդ ստուգումը։ Ոնց ենք այդ ամեն ինչը իրականացնում։ Մի հատ եկեք loop գրենք while, որը կպտտվի մինչև 500-ը։ Այդ loop-ի գործակցությանը կդնեմ number հավասար է 0։ Ինքը սկսում է 0-ից, ուրեմն իմ number-ը պտտվում է մինչև փոքր կամ հավասար է 500։ Այսենց։ Ընտիր, այս ամեն ինչը բերում դնում ենք այս while-ի մեջ, տեսեք սրանք ամուրջը while-ի մեջ գրեցինք։ Այստեղ number-ը որոշվում է ծրագրի աշխատանքի ընթացքում։ Այս տողը պետք է հանենք, որտեղ number-ը սկզբից 0 է, հետո անդադ 1 է լինելու եւ այլն։ Copy number-ը հավասար number-ի արժեքին, այստեղ result ենք անում, ուրեմն այս ցիկլը ստանում է մեր թվի շրջված տարբերակը։ Սրա մասին մենք խոսել ենք, result-ի մեջ գրվում է մեր number-ի շրջված տարբերակը։ Այստեղ ստուգվում է, եթե result-ը հավասար է copy number-ին, պետք է print անենք result-ը։ Ուշադրություն դարձրեք, ես չեմ կարող արտածել number-ը, որտեղ number-ը 0-անում է։ Այս սրա արդյունքում number-ը 0 է դառնում։ Պետք է դա հաշվի առնել։ Որտեղ եթե հանկարծ գրեցինք number, անվերջ ցիկլեր ու խնդիրներ առաջ են կանգնելու։ Result, այստեղ ասում է բացատով անջատված, դրա համար կփոխանցեմ end-ը հավասար է space, այսպես։ Else ճյուղ չկա։ Ընտիր, այսենց սա այստեղից հանենք։ Հիմա if-ը գրեցինք, սա գրեցինք։ Հիմա պետքա number-ի արժեքը անդադ մեկով ավելացնենք։ Եթե ես գրեմ number-ը պլյուս հավասար է number պլյուս հավասար է 1, դա սխալն է, որտեղ number-ը այստեղ 0 է։ Ես պետք է օգտագործեմ number-ի նախին արժեքը, որը copy number-ի մեջ է գրված, այսինքն number-ն հավասար է copy number գումարած 1։ Այսպես։ Copy number գումարած 1, որ անդադ number-ի արժեքը աճի։ Եկեք աշխատացնենք, ու տեսեք արտածեց բոլոր սիմետրիկ թվերը 0-ից 500 միջակայքի։ Այստեղ բոլորը սիմետրիկ թվերն։ Հիմա ոնց է սա աշխատում։ Number-ը 0 է։ Այս պայման տեղի է ունենում, այսինքն ցիկլը 500 անգամ կատարվում է։ Այսը 500 անգամ պատտվելու է։ Ընտիր, copy number-ի մեջ լինում է number-ի հերթական արժեքը։ Result-ը սա result-ի մեջ ձևավորում է մեր number-ի շրջված տարբերակը։ Այստեղ կատարում է ստուգում, եթե number-ի result-ը շրջված տարբերակն է, number-ի շրջված տարբերակը հավասար է copy number-ի հետ, ապա print արա result-ը եւ space։ Number-ը հավասար է copy number պլյուս 1։ Խի copy number, որովհետև այս while loop-ը իմ number-ը 0-ացնում է։ Դրա համար ես պետք է օգտագործեմ number-ի նախկին արժեքը, ավելացնելով 1, որ անընդհատ այդ աճը տեղի ունենա, հա, ինքը դառնա 2, 3, 4 ու այդպես քայլարքայլ աճի, որովհետև եթե ես copy number չօգտագործեմ, number-ով աշխատեմ, ինքը անընդհատ անվերջ ցիկլ է ստացվելու 0 0 0 0 0 գումարած 1 0 գումարած 1 0 գումարած 1 այդպես անվերջ ցիկլ է ստացվելու ու անընդհատ 0-ներ ենք տեսնելու։ Այս խնդրի համար այսքան ընկերներ, կարծում եմ պարզ է եւ հասկանալի, մենք այստեղ արդեն մեր գրած կոդը օգտագործեցինք, այն օգտագործենք հաշվելու համար միջակայքի բոլոր սիմետրիկ թվերը, այստեղ ներդրված լուփեր ենք օգտագործել։ Եթե հարցեր ունենաք, մեկնաբանության դաշտում գրեք, սիրով պատրաստ եմ պատասխանել։ Լավ մնացեք, կհանդիպենք։